Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1333-րդ օրն է։ Գիտեմ, որ Վաշինգտոնի լուրերից ավելի շատ ռազմաճակատի լուրերին եք սպասում, բայց եկեք, քանի որ վաշինգտոնյան հանդիպումները այդքան հաճախ չեն, այսօր սկսենք Վաշինգտոնում տեղի ունեցածը բնութագրելով, իսկ ռազմաճակատի մասին լուրերը անպայման կներկայացնեմ իհարկե։ Եթե կարճ բնութագրենք Վաշինգտոնյան հանդիպումը, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, քան կարող է լինել, իմանալով թե ինչ վարք ունի Թրամփը, բայց դե ինչպես ասում են, միևնույնը մենք ամեն անգամ հույս ունենք, որ ինչ-որ բան տեղից կշարժվի, ինչ-որ բան տեղից շարժվեց, բայց այն չէ, ինչ մենք կուզեինք։ Նախորդին Վաշինգտոնում մենք ականատես եղանք սպասվող տուրբուլենտությանը։ Իհարկե, հանդիպման ժամանակ սկանդալ չեղավ, բայց լարվածությունը մատնում է Թրամփի աշխատակիցներին։ Ես բազմիցս ասել եմ, որ Թրամփը մտադիր չէ փոխել իր սկզբնական դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, սակայն ներքին եւ արտաքին ճնշման ներքո ստիպված է մանևրել։ Ամերիկայի ժողովուրդը, ինչպես նաև արևմտյան գործընկերները կողմ են Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ավելացմանը, այդ թվում տամահավ քրթիրների տրամադրման հարցում։ Այստեղ կարևոր է հստակեցնել, խոսքը ոչ թե անվճար տրամադրման մասին է, այլ վաճառքի մասին է։ Հասարակ ամերիկացիների կարծիքը ակնհայտ է, այդ թվում վերջին հարցման համաձայն, որի արդյունքները ես արդեն ձեզ ներկայացրել եմ մեր անցյալ եթերներում, ամերիկացիները կողմ են Ուկրաինային, իսկ Թրամփը ամենայն հավանականությամբ ոչ։ Թրամփի վարչակազմը խիստ լարված է եւ դա նկատելի է ամեն քայլափոխի։ Նախորդ անգամ, երբ Զելենսկին եւ արևմտյան գործընկերները գտնվում էին Սպիտակ տանը, Թրամփը բանակցությունների սեղանից ուղիղ շտապեց զանգահարել Պուտինին, զեկուցելու երևի կատարվողի մասին։ Երևի վրազեց, որ հանկարծ հետո մանրուքներ բաց չթողնի պատմելուց։ Այս անգամ էլ Զելենսկու այցից անմիջապես առաջ Թրամփը կրկին զանգով կապվեց Պուտինի հետ, ինչից հետո հանկարծ հայտնվեց Բուդապեշտյան առասպելը։ Համաձայնեք, շատ կասկածելի պահվածք է։ Իսկ Քերոլայն Լևիթի եւ Ստիվեն Չունգի նյարդային արձագանքը կապված Բուդապեշտի հանդիպման գաղափարի հեղինակության վերաբերյալ վկայում է Թրամփի վարչակազմի շփոթմունքի մասին։ Ով տեղյակ չէ, ասեմ, Huffington Post-ի լրագրողները դիմեցին Սպիտակ տուն տրամաբանական հարցով. ինչու Բուդապեշտը ընտրվեց որպես բանակցությունների վայր։ Պատասխանի փոխարեն ստացան վիրավորական արտահայտություններ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողին պատասխանեց, ցիտում եմ. «Ձեր մայրն է դա արել»։ Իսկ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Ստիվեն Չունգը ընդամենը 1 րոպե անց հավելեց ավելի կարճ. «Քո մայրը»։ Սա ոչ այլ ինչ է, քան շփոթության արտացոլանք Սպիտակ տան ներսում եւ դատելով այն բանից, որ այսուհետ ճնշումը միայն ավելանալու է, իսկ Բուդապեշտյան հանդիպումը ըստ ամենայնի պարզապես հերթական փորձ է ժամանակ շահելու Պուտինի քաղաքական ագոնիան հոգեվարքը երկարաձգելու համար, ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ իրավիճակում կարող է հայտնվել Թրամփի թիմը եւ ինչ արտահայտություններ կարող ենք լսել նրանցից։ Ավելի մանրամասն այս թեմայով փորձելու եմ զրուցել ամերիկանագետների հետ, իսկ այս ֆոնին Կրեմլում փորձում են տեղ գտնել, թե ինչպես հասցնել Պուտինի ինքնաթիռը Բուդապեշտ։ Թռիչքը, որով Վլադիմիր Պուտինը կմեկնի Հունգարիա, պետք է անի շրջանցում, շրջապտույտ, որպեսզի կրեմլյան դիկտատորը չհայտնվի իբր թե Հյուսիսատլանտյան դաշինքի օդային տարածքում, չնայած հենց ինքը Հունգարիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ է եւ իմիջիայլոց դեռ չի դադարեցրել մասնակցությունը միջազգային քրեական դատարանին։ Քարտեզին կարելի է նկատել, որ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի հատել Սև ծովը Թուրքիայի, Բոսնիայի եւ Սերբիայի տարածքների վրայով, հասնել Հունգարիա։ Կրեմլյան դիկտատորը հազիվ թե զգա իր առջև միջազգային քրեական դատարանի ձերբակալության որոշման իրագործումը Հունգարիայի կողմից, սակայն նրա ինքնաթիռը կարող են չթույլատրել հատել որոշ սահմաններ։ Հետաքրքիր է, տեսնենք ինչպես կլինի։ Նման փորձ արդեն կա, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 23 թվականին չկարողացավ հատել Բուլղարիայի տարածքը։ Եթե ուշադրություն դարձնեք քարտեզին, Թուրքիայով անցնող գիծը Պուտինին թույլատրում են միայն Բոսֆորի եւ Դարդանելի ջրանցքների վրայով թռչել, ոչ թե Թուրքիայի ցամաքային հատվածով։ Պուտինին այսպես դեռ ոչ ոք չէր նվաստացրել։ Իսկ Թրամփի հանդեպ արդեն բացահայտ արհամարհական վերաբերմունքը գնալով աճում է հենց ամերիկյան մամուլում, մենք տեսնում ենք օրեցօր ավելի ակնհայտ վատ վերաբերմունք։ Ցիտեմ Washington Post-ը, Կրեմլը այս խոսակցությունները չի հրավիրում խաղաղության համար, այլ ավելի շուտ օգտագործում է
դրանք ուշադրությունը շեղելու, ճնշումը թաքցնելու եւ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար գրում է թերթը, մատնանշելով 8 զրույց Թրամփի եւ Պուտինի միջև նույն արդյունքով։ Washington Post-ը նշում է, որ վերջին ամիսների ընթացքում Ամերիկայի եւ Ռուսաստանի առաջնորդների միջև կայացել է 8 զրույց, որոնց ընթացքում քննարկվել են հրադադարի ճանապարհները, բայց արդյունքը մեկն է՝ ագրեսիայի շարունակությունը Ուկրաինայի դեմ։ Պուտինի տրամաբանությունը այսպիսին է, նորություն չէ, հերթական անգամ փորձել ձմեռը որպես զենք օգտագործել, իսկ Թրամփը, քանի որ ծանոթ չի առանձնահատկություններին, թե նախկինում ինչպես է Ուկրաինան հաղթահարել այդ դժվարությունները, ցանկանում է տեսնել արդյոք Պուտինը կհասնի մեր կողմից զիջումների, թե ոչ։ Թե այդ ընթացքում որքան մարդ կզոհվի, երևի թե կարող եմ եզրակացնել, որ Թրամփին չի անհանգստացնում, կամ դրանից ավելի կարևոր բաներ կա իր համար։ Կարող ենք մտածել ինչ ուզենք, բայց եւ Պուտինը եւ Թրամփը այստեղ մի կարևոր մանրուք են բաց թողնում։ Ուկրաինան կարող է նույնպես պատասխան հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, նախազգուշական հարվածները արդեն կատարվում են, որպես պատասխան հերթով ռուսական քաղաքները զրկվում են էլեկտրամատակարարումից ուկրաինական շրջանների վրա հարվածներից հետո։ Դե գիտեք, Բելգրադը արդեն 2 անգամ է բլեքաուտի ենթարկվել, Կուրսկի մարզը օրերս օկուպացված Ղրիմի եւ Պատորյաներ լուսազրկվել, այսպես ասած։ Այո, ուկրաինական կողմին առանց Թամահավ քրտիրների այնքան էլ դյուրին չի լինի մարել Ռուսաստանի լույսը, բայց մենք ունենք նաեւ այլ ուժեղ միջոցներ, դրանք կկիրառենք կամ կգտնենք, կմտածենք ավելի խորամանկ մեթոդներ Պուտինյան Ռուսաստանին պատժելու համար։ Ասեք, որ արդեն փորձը ցույց է տվել, որ մենք կարողանում ենք մտածել ի տարբերություն ռուսական իշխանությունների։ Մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները լավ ծանոթ են եւ ռուսական եւ ուկրաինական հարվածներին, վստահ եմ, որ մեծ հաճույքով հետևում եք հենց Ռուսաստանի դեմ ուղղված հարվածներին։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը, որոնք մենք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Նաեւ նախքան մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր հաղորդումը լայքելու համար, ինչպես նաեւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում։ Շատ շնորհակալ եմ ձեզ ձեր ամենօրյա աջակցության համար։ Տեսնում եմ, որ սոցիալական ցանցերում կիսվում եք, լայքերն էլ կարծես թե գնալով աճում է։ Շատ կարեւոր գործիքներ են, սա սոցիալական ցանցերի գործիքներն են, ինչով սոցիալական ցանցերը տարբերվում են հեռուստատեսությունից։ Լսարանը պարզապես լսարան չէ, այլ մասնակից է եւ հենց լսարանն է որոշում որքան է որակյալ եթերը եւ լսարանի օգնությամբ է եթերը տարածվում, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ամերիկայի նախագահ Թրամփին ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը, Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա ռուսական հրթիռային հարվածների հետևանքները, ինչպես նաեւ պետության առաջնահերթ պաշտպանական կարիքները։ Այս մասին տեղեկացրել է Ամերիկայում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան։ Հիմնական ուշադրությունը ուղղվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման եւ հեռահար զենքի ստացման անհրաժեշտությանը։ Մեջբերեմ, նախագահները համաձայնել են, որ Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերների հետ միասին պետք է առանցքային դեր խաղան Ուկրաինայի անվտանգության երաշխավորման գործում։ Մենք ակնկալում ենք Ռուսաստանի վրա ճնշման շարունակական ուժեղացում, պատերազմին հնարավորինս արագ վերջ դնելու համար, նշել է Ստեֆանիշինան։ Այցի շրջանակում Զելենսկին մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել ուղղված անվտանգության, պաշտպանության եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացմանը։ Մասնավորապես տեղի ունեցել հանդիպում Ամերիկայի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ առանցքային ամերիկյան էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ներառյալ Bechtel, GE Vernova, Holtec International, Invenergy, Westinghouse Electric Company եւ այլ կազմակերպություններ։ Քննարկվել են ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարման ծրագրերը, ատոմային էներգետիկայի զարգացումը եւ ուկրաինական էներգահամակարգի արդիականացումը։ Զելենսկին հանդիպել է նաեւ Lockheed Martin եւ Raytheon ընկերությունների ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացումը, մասնավորապես Patriot համակարգերի, դրոնների դեմ պայքարի միջոցների, հրթիռների եւ F-16 կործանիչների մատակարարումը, ինչպես նաեւ համատեղ արտադրության հնարավորությունները։ Բացի այդ, Զելենսկին մասնակցել է առաջատար ամերիկյան վերլուծական կենտրոնների հետ քննարկմանը Ուկրաինա-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման եւ արդար խաղաղության հաստատման ուղիների շուրջ։ Իդեպ Թրամփը նաեւ հայտնել է, որ տպավորված է ուկրաինական դրոններից եւ մտադիր է ձեռք բերել դրանք ամերիկյան բանակի կարիքների համար, այսինքն խոսքը ոչ թե խնդրանքների մասին է, այլ լիակատար համագործակցության։ Մենք մեր ունեցածով կկիսվենք կամ համատեղ կարտադրենք իրենք իրենց ունեցածով, բայց առայժմ առանց տամահավքների, չնայած միայն տամահավքները չեն Թրամփի
Թրամփի խոստացած Patriot կայաններն էլ դեռ մինչև հիմա տրամադրված չեն, եւ սա մեզ նորից կասկածի տեղիք է տալիս արդեն ձմռան հետ Պուտինի մտահղացմանը Թրամփի հնարավոր աջակցության առումով։ Ինձ թվում է կհամաձայնեք, որ կասկածելու տեղ շատ ունենք։ Մենք շնորհակալ ենք օգնության համար, բայց այդ օգնությունը հենց այնպես չէ, ով չգիտի հիշեցնեմ, որ Ամերիկայի միջազգային հանձնառությունների շրջանակում է, երբ Բուդապեշտյան մեմորանդումի համաձայն Ուկրաինան հրաժարվեց մեր միջուկային զենքից եւ մի շարք այլ զինատեսակներից, ինչը փոխանցվեց Ռուսաստանին մեր անվտանգությունը, Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար։ Թե ինչ եղավ հետո, մենք բոլորս տեսել ենք։ Իրենց հերթին ամերիկյան կողմն է հայտարարություն արել, Ամերիկայում գնալով ավելի հաճախ են հնչում պատերազմի հետ կապված հոգնածության ազդակներ, նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկացի ժողովրդի համբերությունը արդեն սպառվում է։ Սա Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթի խոսքերն են։ Ինչպես նշում են նա, Թրամփը դեռ նվիրված աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ, չնայած հոգնածությանը։ Մեջբերեմ պատերազմը շարունակվում է արդեն չափազանց երկար, շատ անմեղ մարդիկ են զոհվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իսկապես հոգնել է այս ամենից։ Բավական է, երկու կողմերն էլ պետք է ընդունեն փաստացի իրավիճակը դաշտում հենց հիմա եւ հասնեն խաղաղ համաձայնության, քանի որ նախագահ Թրամփի եւ ամերիկացի ժողովրդի համբերությունը սպառվում է այս պատերազմից, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Նա վստահեցրել է, որ նախագահ Թրամփը իր դիրքորոշումը արտահայտել է հակամարտության երկու կողմերին էլ, լինելով շատ անկեղծ եւ ուղիղ։ Միաժամանակ Լևիթը նշել է, որ Ամերիկայի նախագահը շարունակելու է ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Զգում եք, չէ՞, Սպիտակ տունը ցանկանում է Թրամփի վարչակազմը եւ ժողովուրդը միասնական ներկայացնել, չնայած հարցումները հակառակն են ցույց տալիս։ Ենք անընդհատ ժողովրդին են հիշատակում, ցանկանալով, որ իրենց ռեյտինգները պահպանել, բայց ինձ թվում է չի ստացվելու։ Եթե Թրամփը Պուտինին համոզող լիներ եղած գծով սառեցնելու, արդեն վաղուց համոզած կլիներ, բայց եղած գծով պատերազմի սառեցումը Պուտինի համար սա իր պարտության տակ ստորագրելն է, որովհետեւ ինքը այդքան զոհ է տվել, որպեսզի ինչ որ բանի հասնի, բայց պատերազմից առաջ հնչեցրած նպատակները ոչ մի բանին Պուտինը չի հասել։ Այդ իսկ պատճառով նա պարզապես ոչինչ չունի իր ժողովրդին ներկայացնելու։ Դրա համար չի համաձայնվում Թրամփի այս առաջարկություններին։ Թրամփն էլ ակնհայտ ցույց է տալիս, որ չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան լիակատար հաղթանակ տանի Ռուսաստանի հանդեպ։ Պատճառները ինձ թվում է մենք հետագայում ավելի բարձ կհասկանանք։ Ինչևէ, անցած օրը ես ուղիղ եթերում ներկայացրել էի Ուկրաինայի ռազմարտունաբերական համալիրի ձեռքբերումները, մեջբերելով նախկին վարչապետ եւ ներկայիս պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի խոսքերը։ Նախարարը նաեւ ամփոփել է Ռամշտայնի ձևաչափով անցկացված վերջին հանդիպման արդյունքները։ Նրա խոսքով Ամերիկայից Ուկրաինայի համար սպառազինության գնման նախաձեռնության շրջանակներում հաջողվել է համաձայնության գալ նոր ներդրումների շուրջ, ընդհանուր գումարը կազմել է $422 միլիոն։ Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կեսից ավելին արդեն կատարել են կամ հայտարարել են ներդրումներ այս նախաձեռնության մեջ։ Ուկրաինական արդյունաբերությունից սպառազինություն գնելու նոր ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $715 միլիոն, նորվեգիան $600 միլիոն հատկացրել է դրոնների, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի եւ պայթուցիկ նյութերի համար, Նիդերլանդները $106 միլիոն հարվածային եւ հետախուզական դրոնների համար, Կանադան $8 միլիոն որսացող դրոնների համար, փոքրիկ Իսլանդիան $4 միլիոն իր կողմից է ներկայացրել։ Բացի դրանից տարբեր երկրներ խոստացել են նոր ռազմական օգնություն, Ուկրաինային աջակցելու նպատակով Շվեդիան $8 միլիարդ Ուկրաինայի անվտանգության համար 26-ից 27 թվականներին, Չեխիան $72 միլիոն արժողությամբ նոր աջակցման փաթեթ, Կանադան $20 միլիոն ձմեռային հանդերձանքի եւ հրթիռների բաղադրիչների համար, Պորտուգալիան $12 միլիոն բրիտանական IFU հիմնադրամի համար Ուկրաինայի զինատեսակների գնման նպատակով, Ֆինլանդիան պատրաստում է իր 13-րդ ռազմական օգնության փաթեթը։ Ինչպես տեսնում եք, ամեն երկիր իր հնարավորությունների համաձայն իր աջակցությունն է ցուցաբերում Ուկրաինային, հույս ունենալով, որ Թրամփը մի օր վերջ կտա իր այս խաղին։ Երկու բառով անդրադառնամ Արարատ Միրզոյանի Deutsche Welle-ին տված հարցազրույցին։ Շատ կարևոր էր նրա արած հայտարարությունը, որ հենց Ադրբեջանն է ցանկացել ռուսական զորքերի տեղակայումը Սյունիքում միջանցք ձևավորելու համար։ Կարևոր էր նաև արտգործնախարարի հայտարարությունը, որ Վաշինգտոնում միջանցքից խուսափել է հաջողվել եւ դա ֆիքսվել է դեկլարացիայում։ Փաստացի սա Ալիևի դիմակը պատռելու փորձ էր, լավ փորձ էր։ Հուսանք սա շարունակ
նշանակական կլինի։ Ցավոք չլսեցինք կոնկրետ քայլեր եվրոինտեգրման մասով, վիզաների ազատականացման առումով։ Մեզ Ուկրաինայի հայերիս համար ցավոք Հայաստանի արտգործնախարարը նորից բաց թողեց առիթը հայտարարելու, որ Հայաստանը աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Ղրիմով հանդերձ։ Մեր լսարանը լավ գիտի, որ Ուկրաինայում եւ Եվրոպայում Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Ղրիմի այսպես կոչված հանրաքվեից հետո լուրջ քաղաքական խնդիրներ է առաջացել, որը ինչպես մենք տեսանք Արարատ Միրզոյանի խոսքով Հայաստանի իշխանությունները դեռ այնպես չեն անցալում, ինչպես իրականում կա Ուկրաինայում եւ Եվրոպայում։ Ու շատ զարմանալի է լսել, թե հայկական կողմից ոչ մի պահանջ չի ներկայացվում։ Ես շատ զարմացած եմ նման պահվածքից, միթե դժվար է ընկալել, թե ինչ է անում Իլխամ Ալիևը նույն հարցի շուրջ եւ ինչի համար է Իլխամ Ալիևը դա անում։ Եվ եթե այս ամեն ինչը այդքան հարթ է հայ-ուկրաինական հարաբերություններում, ինչու Սերժ Սարգսյանի գցած քարը չի հանվում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու ճանապարհից։ Շատ եմ ափսոսում, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը չօգտագործեց լավ հնարավորությունը ավելի լավ ներկայացնել մեր Հայաստանը Եվրոպային եւ Ուկրաինային։ Միգուցե չգիտեմ Մոսկվայից վախերի հետ է կապված։ Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայով, գիտեմ, որ մեր ընկեր Արմեն Չիբուխչյանը ավելի մանրամասն է անդրադառնալու իր եթերում այդ հարցազրույցին։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի անցած օրը ռազմաճակատում տեղի է ունեցել 128 մարտական բախում, ամենաշատը ինչպես միշտ Պոկրովսկի ուղղություններ, որտեղ եղել է 37 մարտական բախում։ Ռուս ագրեսորները հոկտեմբերի 18-ի գիշերը հերթական հարված են հասցրել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերին, գործի դնելով 164 հարվածային դրոն, այդ թվում շահեդներ եւ գերբեր մոդելներ, ինչպես նաեւ 3 S-300 տեսակի հրթիռ արձակվել է Կուրսկի մարզից։ Ինչպես գիտեք, հակաօդային պաշտպանության S-300 հրթիռները ռուսները օգտագործում են որպես հարվածային միջոց։ Սա հրթիռների պակասության պատճառով է։ Նախնական տվյալներով առավոտյան ժամը 9-ի դրությամբ ուկրաինական պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել կամ չեզոքացնել 136 թշնամու դրոն, սակայն գրանցվել է նաեւ 27 ուղիղ հարված 12 տարբեր վայրերում, ինչպես նաեւ բեկորային անկում 4 տեղանքում։ Ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների միայն վերջին 1 օրում ոչնչացվել է 1150 ռուս օկուպանտ եւ նրանց շուրջ 700 միավոր ռազմական տեխնիկան։ Երկրորդ օրն է, որ պլյուս-մինուս 700 միավոր ռազմական տեխնիկա է ոչնչացվում։ Ռուսաստանի ընդհանուր կորուստները պատերազմի սկզբից ի վեր արդեն կազմել են 1,129,180 ռուս օկուպանտ։ Ուկրաինայի զինված ուժերը ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում Ռուսաստանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին ռուսական բանակի կարողությունները թուլացնելու համար։ Ուկրաինական դրոնները հոկտեմբերի 18-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի վրա, հարվածի տակ է հայտնվել Վեշկայմա ենթակայանը։ Մեջբերեմ Ուկրաինայի անվտանգության խորհրդի ապատեղեկատվության հակազդեցության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոյի հայտարարությունը Ռուսաստանը կորցրել է Ուլյանովսկի մարզում գտնվող Վեշկայմա 500 կիլովատանոց ենթակայանը, որն իր էներգահամակարգի առանցքային օղակներից մեկն էր։ Ենթակայանը կապեր ապահովում մի քանի մարզերի միջև եւ կատարում էր տարանցիկ հանգույցի դեր Սիզրանսկի եւ Ժիգուլովսկի հեկերից էլեկտրաէներգիայի մատակարարումը դեպի Ռուսաստանի կենտրոնական շրջաններ։ Տեղական իշխանությունների տվյալներով ենթակայանը ենթարկվել է 4 հարվածային դրոնների հարձակման, որի արդյունքում գրանցվել է 2 պայթյուն եւ բռնկվել է հրդեհ։ Տեղական տելեգրամյան ալիքների հաղորդմամբ բնակավայրը մնացել է առանց հոսանքի։ Այս պահին երեկվա մեր դրոնների աշխատանքի մասին շատ բան չի տեղեկացվում, ասեմ, որ երեք մեր դրոնները նորից Մոսկվայի եւ Սոչիի երկնքում էին, բայց դեռ ուկրաինական գենշտաբը չի տեղեկացրել դա շեղող թռիչքներ էին, թե նույնպես առաջադրանքներ են կատարվել։ Հենց ունենանք տեղեկատվություն մեր Telegram-ում անպայման կտեղադրենք։ Ասեմ, որ ռուսական նավթաշատ Սուրգուտում բենզինի մեծ հերթեր են։ Երևի արդեն տեսել եք կադրերը մեր Telegram-ում։ Շատ չերկարացնեմ շաբաթօրվա եթերը։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը սոցիալական ցանցերում։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Շատ շնորհակալ եմ ձեր ամենօրվա աջակցության համար։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին եւ հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։